Երբ խոսում ենք տարբեր ազգերի վերելքի և անկման մասին, հաճախ մոռանում ենք մի պարզ ճշմարտություն. իշխանության հիմքում շատ դեպքերում եղել և շարունակում են մնալ ճանապարհները և ռեսուրսները։ Ճանապարհները պարզապես գծեր չեն քարտեզի վրա, դրանք առևտրի հնարավորություններ են, բանակների շարժման, տեղափոխման, առաջընթացի ուղիներ են, ինչպես նաև տեխնոլոգիայի, գաղափարների ու մշակույթների տարածման ուղիներ են։ Միայն ճանապարհներն ու ռեսուրսները ձևավորում են տնտեսությունները և սահմանում միջազգային հարաբերությունները։ Ով վերահսկում է ճանապարհները և պաշարները, ռեսուրսները, վերահսկում է ներկան և ապագան։ Այս երեք մասից բաղկացած նյութում ես կքննարկեմ ամենաթեժ պատերազմներից մեկի՝ ուկրաինական պատերազմի հիմքում ընկած ճանապարհների և բնական պաշարների համար պայքարը։ Այսօրվա տեսանյութում կվերլուծեմ վերջին տարիների կատաղի բախման հիմքերը, ազդակները, քայլերը և ինչու և ինչպես Ռուսաստանն արեց այն, ինչ արեց։ Երկրորդ տեսանյութում կքննարկեմ այն ճանապարհները, որոնք կարևոր են ոչ միայն պատերազմող կողմերի, այլ նաև մեծ խաղացողների համար, այն է ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրամիության և գուցե նաև Թուրքիայի համար։ Երրորդ և թերևս ամենահետաքրքիր և ամենակարևոր տեսանյութը կքննարկի, թե որ բնական պաշարներն են կարևոր առանձին խաղացողների, թե Ռուսաստանի, թե Չինաստանի, թե Եվրոպայի, թե ԱՄՆ-ի համար և թե ինչու է ուկրաինական ընդերքը միջազգային դիվանագիտության և այսօր արդեն մղվող ԱՄՆ, Չինաստան սառը պատերազմի կարևորագույն բանալիներից մեկը։ Այսպես ասեմ, եթե Ուկրաինայի որոշ հատվածներ մշտական անցնեն Ռուսաստանին, ապա ԱՄՆ-ն և Եվրոպան տոտալ կախվածության մեջ կհայտնվեն Ռուսաստանից և Չինաստանից՝ առաջադեմ տեխնոլոգիաներ արտադրելու համար։ Մինչ այսօրվա թեմային անցնելը հիշեցնեմ, որ կարող եք գրանցվել Warden Me Project-ի ալիքին, հավանել տեսանյութերը և տարածել դրանք։ Իսկ հիմա խոսեմ Ուկրաինայի մասին։ Պատմականորեն Ուկրաինան եղել է Եվրոպայի հացահատիկի պահեստը։ Մի երկիր, որը ապահովել է հացահատիկի մատակարարում ամբողջ մայրցամաքին։ Ուկրաինայում էին գտնվում նաև շատ կարևոր արդյունաբերական կենտրոններ, սակայն Ուկրաինայի նշանակությունը դրանով չի սահմանափակվում։ Այն էներգետիկ և տրանսպորտային խաչմերուկ է, որով անցնող ուղիները կապում են Եվրոպան, Ռուսաստանը և Ասիան։ Պատմականորեն, ով վերահսկում էր Ուկրաինան, վերահսկում էր ելքը դեպի Սև ծով և վերահսկում էր դեպի Եվրոպա և Ասիա ձգվող առանցքային ճանապարհները։ Իսկ Ուկրաինայի վրա վերահսկողություն ունենալու ցանկացողների պակաս մեծ հաշվով չկար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուկրաինան կենսական նշանակություն ուներ Հիտլերի համար։ Նրա ռազմավարական տեսլականի համաձայն ուկրաինական հացահատիկը պետք է կերակրեր գերմանական բանակը և բնակչությունը, սրա մասին ունեմ տեսանյութ, մինչդեռ Դոնբասի ածուխն ու արդյունաբերությունը պետք է վառելիքով ապահովեին գերմանական պատերազմական մեքենաները։ Ուկրաինայի վերահսկողությունը նաև նշանակում էր դեպի Սև ծով և Կովկաս տանող հիմնական ճանապարհների վերահսկողություն, ինչն էլ ճանապարհ կբացեր դեպի ադրբեջանական նավթահանքեր և Կասպից ծով, մի բան, որին Երրորդ Ռեյխը հուսահատորեն ձգտում էր իր ռազմական արշավանքները շարունակելու համար։ Հիտլերի համար Ուկրաինան գտնվում էր նրա Լիբենստրաումի դոկտրինի կենտրոնում, այն համոզմունքի, որ Գերմանիան պետք է նվաճեր և գաղութացներ Արևելյան Եվրոպայի բերրի հողերը, այդ կենսական տարածքները իր ապագան ապահովելու համար։ Հենց 1941 թվականի հունիսին, երբ սկսվեց Բարբարոսա
գործողությունը եւ նացիստական Գերմանիան հարձակվեց, ներխուժեց Խորհրդային Միություն, հիմնական թիրախներից մեկը Ուկրաինան էր։ Իդեպ իմ պապը Վալոդյա Ալեքսանյանը եւս երկրորդ համաշխարհային աշխարհամարտի տարիներին պայքարել է ուկրաինական ճակատում։ Շատ երկար պատմություն է, թե ինչպես է նա հայտնվել ուկրաինական ճակատում, ինչու էին նրան ուղարկել ամենաթեժ կետերից մեկը, բայց պապիս եւ նրա նման նվիրյալների շնորհիվ Ուկրաինան դիմակայեց նացիստական Գերմանիային եւ մնաց կանգուն։ Պապիկիս արյունն էլ այդ տարիներին թափվեց ուկրաինական հողում, նա էլ այդ տարիներին վիրավորվեց ուկրաինական ճակատում։ Սա այսպես որպես լիրիկական շեղում։ Այսպեսով Ուկրաինան ոչ միայն պատմականորեն եղել է տնտեսական ու արդյունաբերական հզոր կենտրոն, այլ նաև դարեր շարունակ համարվել է մեծ տերությունների ռազմավարական նպատակակետ կամ թիրախ։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդեց արդեն Սառը պատերազմը։ Սառը պատերազմի ժամանակ հիմնադրվեց Հյուսիսատլանտյան դաշինքը կամ, ինչպես մենք շատերս գիտենք, ՆԱՏՕ-ն, ինչը ռազմաքաղաքական դաշինք էր ընդդեմ Խորհրդային Միության։ ՆԱՏՕ-ի զորքերը վերահսկում էին կարևոր ուղիներ, ճանապարհներ եւ ապահովում առևտրի անխափանությունը եւ բնականաբար ռեսուրսների եւ ապրանքների շարժը, հոսքը։ ՆԱՏՕ-ի հիմնադրման եւ գործունեության մանրամասների համար դուք կարող եք դիտել իմ Սառը պատերազմին նվիրված, եթե չեմ սխալվում, երկրորդ տեսանյութը։ Հղումը կտեղադրեմ ներքևում։ Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ն իհարկե չէր կարող ընդլայնվել դեպի Խորհրդային Միության երկրներ կամ խորհրդային ազդեցության երկրներ։ Այսինքն, քանի դեռ Խորհրդային Միությունը կանգուն էր եւ հզոր, Ուկրաինայի պես երկրների համար պայքարի մասին անգամ խոսք չէր կարող լինել։ Բայց Խորհրդային Միության փլուզումից հետո եւ Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն սկսեց աստիճանաբար ընդլայնվել դեպի արևելք, իր կազմում ներառելով նախկին խորհրդային բլոկի եւ ազդեցության երկրներ։ Նախ 1999 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցեցին Չեխիան, Հունգարիան եւ Լեհաստանը։ Սա առաջին մեծ ընդլայնումն էր դեպի նախկին Վարշավայի պայմանագրի տարածքի երկրներ։ Հետո 2004 թվականին ՆԱՏՕ-ին միացան Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան եւ Սլովենիան։ Սա արդեն չափազանց կայուն պահ էր Ռուսաստանի համար, քանի որ ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ի սահմանները հասան մինչև Բալթիկ ծով, ուղղակիորեն սահմանակից դառնալով Ռուսաստանի տարածքին։ Ռուսաստանում ՆԱՏՕ-ի ընդլայնումը ընկալվեց ոչ թե որպես բնական զարգացում, այլ որպես ուղիղ սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը եւ ազդեցության գոտուն։ Երբ 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն առանց հստակ ժամկետներ նշելու հայտարարեց, որ Վրաստանը եւ Ուկրաինան ապագայում կդառնան դաշինքի անդամներ, Մոսկվայի համար սա դարձավ այդ կարմիր գիծը։ Մի քանի ամիս անց ռուսական զորքը ներխուժեց Վրաստան, սկսելով Կովկասյան 5-օրյա պատերազմը։ Դրան հաջորդեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը եւ այնտեղ զորքերի տեղակայումը։ Այս քայլը ուղիղ ռազմական պատասխան էր ՆԱՏՕ-ին եւ հստակ ուղերձ արևմուտքին։ Ռուսաստանը պատրաստ է ուժով արձագանքել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Բոլոր այն երկրները, որոնք սահմանակից են Ռուսաստանին եւ փորձում են գնալ դեպի ՆԱՏՕ, իրենց մաշկի վրա կզգան դրա հետևանքները։ Արևմուտքը, որը պատրաստվում էր ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, այդ ժամանակ չկնաց վճռական հակաքայլերի։ Արևմուտքը սահմանափակվեց միայն քաղաքական հայտարարություններով եւ շատ թույլ պատժամիջոցներով։ Սա Մոսկվայում ընկալվեց որպես կարևոր ազդակ։
Արևմուտքը վախենում է ուղիղ ռազմական բախումից եւ չի արձագանքի այնպես, ինչպես հարկն է։ Այդ գիտակցումը հետագայում դարձավ առանցքային Պուտինի հաշվարկներում Ղրիմի բռնակցման եւ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի նախօրեին։ Երբ արևմտյան լրատվամիջոցներում ես կարդում եմ կամ լսում եմ երբեմն, երբ տեսնում եմ հոդվածներ, հարցազրույցներ տվող քաղաքական գործիչներ կամ վերլուծաբաններ, ովքեր Պուտինին խելագար են անվանում, ես նման նկարագրության հետ բնականաբար չեմ համաձայնում։ Խելագարը սովորաբար չի հաշվարկում, չի կանխորոշում, քայլերի հաջորդականության շուրջ երկար չի մտածում։ Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը իմ կարծիքով բավական շատ է հաշվարկում։ Երբեմն իհարկե կարող է հաշվարկելիս ոչ ամեն ինչ հաշվի առնել եւ սխալ հաշվարկել, բայց ամեն դեպքում նա քայլերը հաշվարկում է։ Նա ուշադրություն է դարձնում բոլոր ազդակներին։ Եվ ահա նման լուրջ ազդակներ եղան նախքան Ղրիմի բռնակցումը, ինչն էլ մեծ հաշվով հնարավորություն տվեց Պուտինին եզրահանգել, որ Ղրիմի բռնակցման դեպքում հավաքական արևմուտքը եւ դրա առաջնորդ Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկելու եւ որ կարևոր է զինված դիմադրություն ցույց չի տալու։ Իսկ ինչ եղավ։ Եկեք միասին մտովի տեղափոխվենք Միացյալ Նահանգներ, Վաշինգտոն, 2013 թվական։ Միացյալ Նահանգներին ուժասպառ էր Մերձավոր Արևելքում այդքան տարի վարվող երկու մեծ պատերազմներից՝ Իրաքը եւ Աֆղանստանը։ Այսպես մսխել էին ամերիկյան ուժը, փողը, ոգին։ Միացյալ Նահանգների պետական պարտքը այս պատերազմների պատճառով տեմպով աճում էր։ Միայն Իրաքյան պատերազմը Ամերիկային արդեն արժեցել էր մոտ $2 տրիլիոն։ Ամերիկացիները հոգնել էին ինչ-որ հեռավոր վայրում պատերազմներ վարելուց։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման եկել էր հենց այն պլատֆորմով, որ վերջ է դնելու պատերազմներին եւ իհարկե բնականաբար նոր պատերազմներ չի սկսելու։ Եվ ահա այդ ժամանակներում սկսվում է Սիրիայի խնդիրը եւ Պուտինը ուշիուշով հետևում է Օբամայի գործողություններին։ Ինչ է կատարվում։ 2012 թվականին Բարակ Օբաման հրապարակավ հայտարարում է, որ եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրառի քիմիական զենք, դա կլինի Ամերիկայի համար կարմիր գիծ։ Եվ այ 2013 թվականի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում տեղի է ունենում քիմիական զենքի կիրառում։ Մահանում է ավելի քան 1000 մարդ, այդ թվում բազմաթիվ երեխաներ։ Ամբողջ աշխարհը սպասում է Միացյալ Նահանգների պատասխանին, հաշվի առնելով, որ Օբամայի կարմիր գծի մասին հայտարարությունը ակնկալիքն այն է, որ ռազմական հարված է հասցրվելու Սիրիայի կառավարական ուժերին։ Պուտինը եւս ուշիուշով հետևում է, թե ինչ է անելու Միացյալ Նահանգները։ Իսկ Միացյալ Նահանգները պարզվում է ոչ մի ծրագիր չունի, թե ինչ էր անելու, եթե հայտարարված կարմիր գիծը հատվեր։ Այս մասին շատ հետաքրքիր գրում է Սամանթա Փաուերը, ում հետ պատիվ ունեցա ամիսներ առաջ հանդիպելու եւ զրուցելու եւ իհարկե ստորագրություն փոխելու։ Փաուերը Սիրիայի դեպքերի ժամանակ, հենց այն ժամանակ Միացյալ Նահանգների դեսպանն էր Միացյալ Ազգերի կազմակերպությունում եւ նկարագրում է Սիրիայի շուրջ ծավալվող գործողությունները, ինչպես Օբաման որոշեց ռազմական գործողություն չիրականացնել, մասամբ վախենալով անսահմանափակ ներգրավվածությունից Մերձավոր Արևելքում, ինչը ենթադրում է մեծ ռազմական ծախսեր, կրկին Մերձավոր Արևելքում ամերիկյան արյուն թափել, մի բան, որից Օբաման խուսափում էր եւ մի պլատֆորմ, որով եկել էր, մյուս կողմից էլ կոնգրեսն առանձնապես կողմ չէր Սիրիայի վրա հարձակման գաղափարին։ Ուստի Միացյալ Նահանգները իդեմս նախագահ Օբամայի թեև հայտարարել էր, որ քիմիական զենքի կիրառումը լինելու է կարմիր գիծ նահանգների համար, բայց
այդ գիծը հատվելուց հետո չի հարձակվում Սիրիայի վրա։ Փոխարենը Միացյալ Նահանգները Ռուսաստանի միջնորդությամբ գործարք է կնքում, որով Սիրիան կմիանար քիմիական զենքի արգելման կոնվենցիային եւ միջազգային վերահսկողության ներքո կապամոնտաժեր իր քիմիական զենքը։ Այսինքն Սիրիան այսպես համաձայնվում է, խոստումներ է տալիս, թեև հետագայում պարզվում է, որ ոչ բոլոր քիմիական զենքի պահեստներն են ապամոնտաժվել եւ ոչնչացվել, եւ Սիրիայի բանակը տարիներ շարունակ, ճիշտ է ավելի փոքր չափաբաժնով, բայց քիմիական նյութեր շարունակում է օգտագործել ընդդեմ սեփական ժողովրդի։ Իսկ Ասադը, այդ Ամերիկայի կարմիր գիծը հատած Ասադը շարունակում է մնալ իշխանության։ Եթե դուք Պուտինն եք, նստած եք Կրեմլում եւ հետևում եք Միացյալ Նահանգների այս արձագանքին, դուք երևի նախ զարմանում եք, ապա քթի տակ ծիծաղում։ Սա Եվրոպան չի, սա Ասիան չի, սա մեկ այլ տարածաշրջան չէ, որտեղ Միացյալ Նահանգների երկար ժամանակ ռազմական որևէ գործողություն չի արել կամ ներկայություն չի ունեցել, սա մերձավոր արևելքն է, որտեղ տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների բանակը մի տարածքից կամ մի երկրից հանվել է նետվել մեկ այլ երկրի վրա։ Եվ 2013 թվականին Միացյալ Նահանգները չի ուզում զորք ուղարկել Սիրիա։ Միացյալ Նահանգների կողմից ռազմական առճակատումից խուսափելը հստակ ազդակ էր Պուտինի համար, որ Վաշինգտոնը նախընտրելու էր փոխզիջումը եւ դիվանագիտական լուծումները։ Պուտինի համար ամենայն հավանականությամբ սա թուլության նշան էր։ Շատ վերլուծաբաններ համարում են, որ հենց այս պահն էր վճռորոշ Պուտինի հետագա հաշվարկների համար։ 2013 թվականի վերջերին Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ընդամենը մի քանի ամիս անց կարևոր շրջադարձ արձանագրվեց արդեն Ուկրաինայում։ Ինչպես հայտնի է, Ուկրաինան տասնամյակներ շարունակ համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտու երկիր։ Սակայն հասարակության ներսում միշտ գոյություն ուներ այսպես հակասություն դեպի արևմուտք ձգտող եւ դեպի Ռուսաստան ձգտող ուժերի միջև։ 2013-ի նոյեմբերին այդ հակասությունը պայթեց։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով համարվում էր ռուսամետ գործիչ եւ Մոսկվայի մտերիմ, վերջին պահին հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիրը, փոխարենը նա ընտրեց Ռուսաստանի հետ ավելի սերտ տնտեսական եւ քաղաքական կապերը։ Այս որոշումը բուռն զայրույթ առաջացրեց։ Կիևի Մայդանի հրապարակում սկսվեց զանգվածային ցույցերը վերածվեցին բախումների, բախումները գնալով ավելի թեժացան, եղան զոհեր, իսկ 2014 թվականից սկսվեց Եվրոմայդանը, փետրվարի վերջին իրավիճակն այնքան սրվեց, որ Յանուկովիչը փախավ երկրից եւ սա փաստացի դարձավ հեղափոխություն։ Ուկրաինան նոր իշխանությունների եւ հասարակական տրամադրությունների միջոցով ցույց էր տալիս, որ այլևս չի ցանկանում մնալ որպես Ռուսաստանի ազդեցության երկիր։ Նա ընտրում էր դեպի Եվրոպա, դեպի արևմուտք տանող ուղին։ Սա իհարկե առանձնապես դուր չեկավ Ռուսաստանին։ Պուտինը չէր ցանկանալու Ուկրաինան եւ առավել եւս իր համար կարևորագույն ռազմավարական նշանակության կետերը կորցնել։ Պուտինը չէր նստելու ու նայելու, թե ինչպես են իր ձեռքից խլում իր համար այդքան կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Ուկրաինան, կամ Ուկրաինայի հատվածները։ Նա անպայման ինչ որ քայլ էր ձեռնարկելու։ Կարևոր է հասկանալ, որ Պուտինը գիտեր, որ եթե Միացյալ Նահանգները չի ցանկացել մտնել Սիրիա, ապա Միացյալ Նահանգները միայնակ չէր գնալու Ռուսաստանի դեմ ուղիղ ռազմական առճակատման Ուկրաինայում։ Նման քաղաքական կամք պարզապես չկար Միացյալ Նահանգներում։ Եվրոպան էլ չէր ցանկանալու Ռուսաստանի հետ առճակատում։ Եվրոպայի տնտեսությունը կախված էր ռուսական գազից եւ նավթից եւ Մոսկվան շատ լավ էր հասկանում այս հանգամանքը եւ օգտագործում այդ լծակը։
Բացի այդ, Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէր փաստացի, ոչ մի պայմանագիր չէր պարտադրում ոչ Միացյալ Նահանգներին եւ ոչ էլ Եվրոպային զորք ուղարկել Ուկրաինա։ Ուրեմն Ուկրաինան միայնակ էր մնալու Ռուսաստանի դեմ պայքարում։ Մնում էր ճիշտ պահը ընտրել։ Իսկ ավելի լավ պահ, քան Ուկրաինայում անմիջապես հեղափոխությունից հետո չէր կարող լինել։ Ուկրաինայում իշխանության վակուում էր։ Պետական կառույցները թուլացած էին, տնտեսությունը ծանր վիճակում էր, քաղաքական ուժերը պառակտված էին եւ Ուկրաինան հեղափոխությունից հետո փխրուն, անկազմակերպ եւ խոցելի վիճակում էր։ Պուտինի համար սա իդեալական պահ էր իր քայլերը կատարելու համար։ Եվ արդյունքում շատ արագ 2014 թվականի գարնանը նա գործի անցավ։ Նախ Պուտինը զինեց եւ ֆինանսավորեց անջատողականներին Դոնեցկում եւ Լուկանսկում, իսկ դրանից հետո արդեն զինված խմբավորումներ մտան Ղրիմ։ 2014 թվականին Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, այդ կերպ ստանալով ուղիղ վերահսկողություն Սև ծովի ամենաառաջնային ռազմածովային բազայի, այն է Սևաստոպոլի նկատմամբ։ Ղրիմի բռնակցումը ցույց տվեց, որ Ռուսաստանի համար ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով Ուկրաինան կենսական նշանակություն ունի։ Իհարկե Ղրիմի բռնակցումը միջազգային հանրությունը համարեց անօրինական, բայց գիտեք, չհամարեց անօրինական, փաստը մնում է փաստ, որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Ղրիմը արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ էր, ներքո էր։ Ռուսաստանը այդ պահին շատ ճիշտ էր հաշվարկել։ Օբամայի վարչակազմն այդպես էլ չդիմեց կտրուկ քայլերի։ Վաշինգտոնում այդ ժամանակ քչերն էին կարծում, որ արժեր Ղրիմի համար ուղիղ առճակատման դուրս գալ Ռուսաստանի հետ։ Ի վերջո Ղրիմում էր տեղակայված Ռուսաստանի Սևծովյան նավատորմը հրթիռներով եւ հազարավոր զինվորներով հանդերձ։ Եթե Միացյալ Նահանգները զորք ուղարկեր Ղրիմ, սա կնշանակեր շատ մեծ արյունահեղություն, ավելի երկարատև պատերազմ եւ անգամ միջուկային պատերազմի հնարավորություն։ Վաշինգտոնում հեռավոր Ուկրաինայի համար նման ռիսկի գնալու ցանկություն անողների թիվը շատ քիչ էր։ Փոխարեն Միացյալ Նահանգները եւ Եվրոպան սահմանափակվեցին պատժամիջոցներով։ Սառեցրին ռուսական բանկային հաշիվները, սահմանափակեցին ճանապարհորդությունները, վիզաները եւ Ռուսաստանին դուրս մղեցին մեծ ութնյակից։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն ուժեղացրեց ներկայությունը Բալթյան երկրներում եւ Լեհաստանում։ Ես հիմա չեմ խորանա բոլոր այն միջոցառումները, որ կիրառվեց Ղրիմի բռնակցումից հետո, Մինսկի խմբերի ձևավորումը, Ուկրաինայի շուրջ դիվանագիտական նախաձեռնությունները եւ այլն։ Կնշեմ միայն երկու կարևոր բան։ Առաջինը, Օբամայի վարչակազմը սահմանափակվեց միայն պատժամիջոցներով։ Մեծ հաշվով արձագանքը թույլ էր։ Երկրորդը, այն ժամանակ Միացյալ Նահանգների փոխնախագահը Ջո Բայդենն էր։ Սա կարևոր է, որովհետև Պուտինի հետագա հաշվարկներում արդեն 2022 թվականի լայնածավալ ներխուժման նախաշեմին Բայդենի գործոնը առանցքային է լինելու։ Պուտինը ակնկալում էր, որ Բայդենը կշարունակի նույն գիծը, ինչ Օբաման։ Ի վերջո 2014 թվականին Բայդենը չվիճեց եւ չքննադատեց Ղրիմի հարցում ցուցաբերած Օբամայի զսպվածությունը։ Միակ ծանրակշիռ դեմոկրատ գործիչը, որը հրապարակայնորեն քննադատեց Միացյալ Նահանգների եւ նախագահ Օբամայի թույլ արձագանքը Հիլարի Քլինտոնն էր։ Նա քանիցս հայտարարեց, որ եթե ինքը լիներ Միացյալ Նահանգների նախագահ, Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի կոշտ քայլեր կձեռնարկվեին։ Ռուսաստանը պետք է պատժվեր ըստ Քլինտոնի։ Իսկ արդյոք Ռուսաստանը ուզում էր պատժվել։ Իհարկե ոչ։ Եվ այլ 2016 թվականի նախագահական ընտրություններին, երբ Հիլարի Քլինտոնը դարձավ դեմոկրատական կուսակցության թեկնածուն, իսկ Դոնալդ Թրամփը հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն, Ռուսաստանը գործի անցավ։ Ռուսաստանը չէր կարող մեծ հաշվով թույլ տալ
ըստ ռուսական տրամաբանության, որ Հիլարին դառնա նախագահ, այլապես կարող էր Ռուսաստանի բանը բուրդ լինել։ Ռուս հակերները, թրոլները, ապատեղեկատվական քարոզարշավները թիրախավորեցին ամերիկյան ընտրությունները։ Նպատակը մեկն էր՝ ամեն գնով խոչընդոտել Հիլարի Քլինտոնի հաղթանակը։ Սոցիալական ցանցերում, Facebook-ում, Twitter-ում, այն ժամանակվա Twitter-ում եւ այլ հարթակներում սկսվեց ապատեղեկատվության իսկական տարափ։ Քլինտոնի մասին ամենատիպիկ բաներից մինչև ամենաանտրամաբանական աբսուրդ պատմություններն էին տարածվում, ընդհուպ մինչև պնդումներ, թե իբր Հիլարի Քլինտոնը խմում է երեխաների արյուն կամ լոգանք է ընդունում երեխաների արյան մեջ։ Ինչ ասես, ինչ հիմարություն ասես տարածվում էր։ Մի խոսքով ստեղծվում էր քաոս, պառակտում եւ անվստահություն, հատկապես հենց Հիլարի Քլինտոնի նկատմամբ։ Ռուսաստանն արեց ամեն ինչ, որպեսզի Հիլարի Քլինտոնը չընտրվի։ Բայց այս անգամ Ռուսաստանը անցավ մի շատ կարևոր կարմիր գիծ, հատկապես դեմոկրատական կուսակցության համար։ Ռուսաստանը միջամտեց Միացյալ Նահանգների ներքին գործերին, ժողովրդավարությանն ու ընտրություններին։ Մինչ այդ, քանիցս Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները խառնվել էին երրորդ երկրների գործերին, երրորդ երկրների տարածքներում էին պրոքսի պատերազմներ մղել իրար դեմ, բայց ուղիղ իրար ներքին գործերի այս մակարդակի դեռ չէին խառնվել։ Սա բնականաբար ձեռնտու էր Թրամփին, ում առաջին նախագահության օրոք լուրջ առանձնապես հակառուսական քայլեր չձեռնարկվեցին։ Եվ ինչի պետք է ձեռնարկվեին, մեծ հաշվով Ռուսաստանն էր օգնել Թրամփին նախագահ դառնալ։ Սրա մասին կան հստակ ապացույցներ, բայց հա դեմոկրատները չմոռացան այս դառը դասը։ Դեմոկրատները չմոռացան, որ իրենց տան գործերին է արդեն Ռուսաստանը խառնվել։ Եվ ահա 2020 թվականի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթեց դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը։ Եվ երբ Ջո Բայդենը հաղթեց, նրա մոտեցումները Ռուսաստանի ու անձամբ Պուտինի նկատմամբ արդեն կտրուկ փոխվել էին։ Բայդենը հասկացել էր մի պարզ բան՝ Պուտինին պետք է ամեն գնով կանգնեցնել։ Պուտինը միայն հասկանում է ուժի լեզուն, կլինի դա մաքսիմալ տնտեսական ճնշում, թե ռազմական։ Այս հանգամանքները շատ կարևոր են հասկանալու համար, թե ինչ էր իրականում ակնկալում Պուտինը եւ ինչ արձագանքներ եղան 2022 թվականին։ Իսկ Պուտինին կանգնեցնելու փորձը արվելու էր հենց Ուկրաինայում։ Ինչու՞։ Որովհետև սրա համար թե նախադրյալները կային եւ թե սլաքները տանում էին այն ուղղությամբ, որ Ռուսաստանը պատրաստվում է մեծ գործողության։ 2018-20 թվականներին, երբ ես դասավանդում էի տնտեսական զարգացում առարկան, ես առանձին դաս նվիրեցի իմ ուսանողների հետ քննարկելու պատժամիջոցները եւ դրանց դերը։ Մենք ուսումնասիրեցինք, թե ինչպես են պատժամիջոցները ազդում տարբեր տնտեսությունների վրա եւ ինչ հակազդեցության միջոցներ են հաճախ կիրառում պետությունները, քննարկումը հետաքրքիր եւ պրակտիկ դարձնելու համար հենց այդ ժամանակ մենք ուսումնասիրեցինք Ռուսաստանի օրինակը, քանի որ Ղրիմի բռնակցումից հետո երկիրը ենթարկվել էր խիստ տնտեսական պատժամիջոցների։ Այդ ժամանակ ես սկսեցի նայել ուսումնասիրել Ռուսաստանի տնտեսությունը եւ երկրի կողմից իրականացվող հակազդեցության ռազմավարությունները։ Հետաքրքիր է, որ մի հանգամանք հատկապես աչքի է զարնվեց այդ ժամանակ։ Այն, որ 2018 թվականից ի վեր Ռուսաստանը ակտիվացրել էր իր ջանքերը ռուբլու եւ չինական յուանի միջև ուղղակի արժույթի փոխանակման մեխանիզմներ օգտագործելու համար։ Եվ սկսել էր Ռուսաստանը աշխատել SWIFT միջազգային բանկային համակարգից կախվածությունը նվազեցնելու ուղիների վրա։ Կրկնեմ, 2018 թվականից սկսած։ Արտաքուստ այս քայլերը թվում էին ողջամիտ, գուցե
ինչ-որ պաշտպանական քայլեր, հա, սակայն եթե նայենք այդ երկրների տնտեսական կապերին, նման քայլը տնտեսապես ռացիոնալ չէր Ռուսաստանի համար, հաշվի առնելով այդ ժամանակ Չինաստանի հետ ունեցած համեմատաբար համեստ առևտրային ծավալները։ Սա երևի թե այդ ժամանակ Ռուսաստանի ձեռնարկած քայլերից ամենատարօրինակն էր ինձ համար։ Կարծես թե ինչ եղել էր, նոր շատ ավելի կոշտ պատժամիջոցներ չէին սահմանվելու, ինչի էր ուրեմն Ռուսաստանը նման բան ձեռնարկում։ Տրամաբանական բացատրություններից մեկն այն էր, որ Ռուսաստանը պատրաստվում է ավելի մեծ բանի, մի այնպիսի բանի, որը կբերի շատ ավելի մեծ պատժամիջոցների, ավելի խիստ պատժամիջոցների։ Ոստի ստեղծում է այսպես անվտանգության բարձիկներ իր ֆինանսական համակարգի եւ առևտրային հոսքերի համար։ Բայց անկեղծ ասած, ես ճիշտ է նկատեցի տենդենսը, մտածեցի տարօրինակ է, բայց իմ կարճ խելքով չուզեցի էլ մտածեմ, որ սա մեծ պատերազմի նախապատրաստում է։ Գոնե ինձ համար այսօր հստակ է, որ Ռուսաստանը առնվազն սկսել է այս պատերազմին պատրաստվել 2018 թվականից ի վեր, սա ասում եմ բոլոր այն միամիտների համար, ովքեր առանց հասկանալու կրկնում են, առանց մի վայրկյան անգամ վերլուծելու, հա, նույն այն թեզերն են կրկնում, թե Բայդենը եկավ, Ռուսաստանը պատերազմեց, եթե Թրամփը լիներ, չէր պատերազմի, չէր հարձակվի եւ այլն։ Ռուսաստանը այս պատերազմին տարիներով էր պատրաստվում, սիրելիներս։ Հարցն այն է, թե ինչքան էր տևելու պատերազմը եւ ելքը որն էր լինելու։ Այսպես մի անգամ Պուտինին հարցրեցին, եթե իմանար, որ պատերազմն այսպես է ընթանալու, հա, մի տարի, թե 2 տարի առաջ, կպատերազմեր արդյոք։ Պուտինը պատասխանեց, միանշանակ կպատերազմեի, միայն թե ավելի շուտ կսկսեի պատերազմը։ Եվ ես կարծում եմ, որ ես լավ եմ հասկանում իր պատասխանի իմաստը։ Նա սխալ հաշվարկ էր արել Բայդենի հետ կապված, Բայդենի ադմինիստրացիայի հետ կապված։ Նա ենթադրում էր, որ Բայդենը Օբամայի քաղաքական գիծը կշարունակի եւ պատժամիջոցներ կսահմանի եւ ուրիշ ոչինչ։ Ընդ որում ոչ այս տիպի ուժեղ պատժամիջոցներ։ Դրա համար էլ Թրամփի նախագահության տարիները Պուտինն օգտագործեց տեմպով Ռուսաստանի տնտեսության համար անվտանգության բարձիկներ ստեղծելու եւ որ կարևոր է այլընտրանքային միջազգային ճանապարհներ կառուցելու համար։ Քանի դեռ Թրամփի ադմինիստրացիան եւ Ամերիկան առհասարակ աչք էր փակում Ռուսաստանի գործողությունների վրա, Պուտինի Ռուսաստանը մեծ տեմպով պատրաստություններ էր տեսնում տարբեր առումներով։ Ռուսաստանը հենց այդ տարիներից սկսած վերափոխեց իր տնտեսական աշխարհագրությունը։ Այն կառուցեց նոր ճանապարհներ, բառի ամենալայն իմաստով, ֆիզիկական ճանապարհներ, ֆինանսական ճանապարհներ, աշխարհակաղակական ճանապարհներ։ Կերչի կամրջի կառուցումը 2018 թվականին Ռուսաստանին հնարավորություն տվեց կապել, ստանալ, հա, ցամաքային կապ Ղրիմի հետ, ամրապնդելով Ռուսաստանի վերահսկողությունը թերակղզու վրա։ Միևնույն ժամանակ Մոսկվան սկսեց մեծածավալ ներդրումներ կատարել ռազմավարական նշանակություն ունեցող միջանցքներում, ինչպիսիք է հյուսիս-հարավ ուղղությամբ զարգացվում էին մայրուղիներ եւ երկաթուղիներ, միացնելով Ռուսաստանը Իրանի, Հնդկաստանի եւ Պարսից ծոցի շուկաների հետ, արևելք-արևմուտք ուղղությամբ առաջնահերթություն ստացան Կասպից ծովի շրջանի նավահանգիստները եւ երկաթուղային գծերը, որոնք պետք է ապահովեին բեռների արագ հոսքը դեպի Չինաստան եւ Կենտրոնական Ասիա։ Խոսքը գնում էր միլիարդավոր դոլարների ներդրումների մասին։ Բացի վերոնշյալ հյուսիս, հարավ եւ արևմուտք արևելք ծրագրերից, սկսվեց նաեւ հետաքրքիր է արկտիկական նավագնացության ուղիների օնլայնված օգտագործումը։ Սա մի ուղի էր, որը թույլ էր տալիս կարճել Ասիայից Եվրոպա բեռների փոխադրման ժամանակը եւ շրջանցել արևմտյան վերահսկողության տակ գտնվող ուղիները կամ նեղուցները։ Բացի դրանից մեծ ներդրումներ կատարվեցին էներգետիկ ենթակառուցվածքների մեջ, գազամուղներ, նավթամուղներ եւ երկաթուղային կապեր, որոնք պետք է ծառայեին որպես այլընտրանքային
զարկերակներ ապրանքների, փողի եւ տվյալների հոսքը ապահովելու համար, նույնիսկ արևմտյան պատժամիջոցների պարագայում, ապահովելու համար այդ հոսքը։ Այսպես այս նախագծերը միայն զուտ առևտրին չէին վերաբերվում։ Դրանք ավելի խորքային նպատակ ունեին՝ ստեղծել աշխարհքաղաքական անկախություն եւ դիմադրողականության նոր համակարգ, որտեղ արևմուտքը այլևս չէր վերահսկում հիմնական հաղորդակցության ուղիները։ Ժամանակ էր պետք բոլոր այս նախաձեռնությունները, նախագծերը ավարտին հասցնելու, բոլոր այս անվտանգության բարձիկները պատրաստելու համար։ Այսինքն պատերազմը Ռուսաստանի հարձակումը վաղ թե ուշ լինելու էր։ Հարցը միայն այն էր, երբ։ Եվ այստեղ Պուտինի հաշվարկի սխալն այն էր, որ նա կամ հույս ուներ, թե Թրամփը կանցնի 2020 թվականի նախագահական ընտրություններում եւ Ռուսաստանը կառերեսվի թեթև ամերիկյան եւ ավելի կոշտ եվրոպական պատժամիջոցներին, որոնց էլ պատրաստ կլինի Ռուսաստանի տնտեսությունը դիմակայել, կամ էլ ըստ ռուսական հաշվարկների, եթե հաղթեր Բայդենը, նա կվարվեր այնպես, ինչպես Օբաման էր վայրվել։ Այսինքն ռուսական ընկալմամբ երկու դեպքում էլ հետևանքները լինելու էին Ուկրաինայի նկատմամբ բլից հաղթանակը եւ դրան հետեված պատժամիջոցները։ Դրա համար էլ Պուտինին անհրաժեշտ էր ժամանակ ստեղծելու անվտանգության բոլոր բարձիկները եւ ռուսական տնտեսությունը պատրաստելու պատերազմի եւ դրա հետևանքների դիմակայությանը։ Պուտինի թերևս սխալ հաշվարկի երկրորդ պատճառը կապված էր ամերիկյան քաղաքականության ուղղության հետ։ Երբ Թրամփը առաջին անգամ ընտրվեց, նա հիմնական սլաքները ուղղեց դեպի Չինաստան։ Սկսվեց լայնածավալ առևտրային պատերազմ, մաքսատուրքերի բարձրացում, տեխնոլոգիական սահմանափակումներ եւ այլն։ Այս ընթացքում Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշ առումներով, նույնիսկ որոշ հարցերում նույնիսկ բավական մեղմացան։ Հարաբերությունները եվրոպացի դաշնակիցների հետ շատ ավելի կոշտ էր, Թրամփի դիրքորոշումը, քան որոշ դեպքերում նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ։ Երբ Բայդենը եկավ եւ դարձավ նախագահ, նա Չինաստանի նկատմամբ այս կոշտ գիծը պահպանեց։ Այսինքն Թրամփի սահմանած турքերը եւ ավելացված տեխնոլոգիական սահմանափակումները Բայդենը պահեց։ Սա թերևս Պուտինին հույս տվեց, որ Միացյալ Նահանգների հիմնական ուշադրությունը լիովին ուղղված է լինելու Չինաստանի վրա եւ Ռուսաստանի դեմ ուղիղ պայքար չի լինելու։ Միացյալ Նահանգները չի կանգնելու Ուկրաինայի եւ Եվրոպայի կողքին, որովհետեւ արդեն նրա ուշադրությունը ուղիղ Չինաստանի վրա է։ Հենց այս համատեքստում պետք է հասկանալ Պուտինի այն խոսքը, թե եթե իմանայի այսպես է լինելու, ավելի շուտ կհարձակվեի։ Այսինքն նա ամենայն հավանականությամբ կհարձակվեր արդեն 2019-20 թվականներին, երբ Ռուսաստանի համար հիմնական վտանգը կլիներ միայն պատժամիջոցները, այն էլ շատ ավելի թեթև տարբերակով, քան այժմ տեսնում ենք, ի տարբերություն խիստ սահմանափակումների, որ հիմա կա, որը սկսվեց արդեն Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ։ Հետաքրքիր էր նաև այն, որ 2024 թվականի ապրիլին Քրիստիան Ամանպուրի հետ CNN-ում հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի հետախուզության նախկին ղեկավար Ջոն Սուերսն ասաց մի այսպիսի բան. հաջորդ 1-2 տասնամյակում Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի անվտանգության հիմնական սպառնալիքը Ռուսաստանն է։ Կրկնեմ 1-2 տասնամյակներում, բայց մինչև դարավերջ իրական սպառնալիքը եւ մրցակցությունը կլինի Չինաստանի դեմ։ Պարզ ասած, դա նշանակում է, որ Վաշինգտոնը նախ ցանկանում է գործ ունենալ Ռուսաստանի հետ, քայլ առ քայլ թուլացնել այն, ապա ամբողջ ուշադրությունը սևեռել Չինաստանի վրա։ Եվ սա է պատճառը, որ պատերազմից առաջ Բայդենի եւ Պուտինի հանդիպումն այդքան կարևոր էր։ Դա հնարավոր է այն պահներ, երբ Պուտինը հասկացավ, որ Ամերիկայի երկարաժամկետ ռազմավարությունն արդեն ուղղված է իր դեմ, որ բոլոր սլաքները ուղղվել են Ռուսաստանի դեմ,
կամ գոնե սլաքների մի մասը եւ Ռուսաստանի մանևրելու հնարավորությունը գնալով փոքրանում է։ Եվ հենց այստեղ է, որ հարցը գնալով հետաքրքրանում է։ Ոստի կարևոր հարցն այն է. այդ ինչ է ուզում Ռուսաստանը Ուկրաինայում, որ պատրաստ էր անգամ նման ցունամուն դիմակայել։ Հաջորդ տեսանյութում ես կքննարկեմ հենց այդ հարցերը։ Մեծ խաղացողների շահերը, ուկրաինական ճանապարհների եւ տարածքների հետ կապված։ Ինչևէ, ձեզ հետ է Word and Me Project-ը եւ դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Կհանդիպենք։